Մենք վստահ ենք, որ որևէ մեկ ուժ չի կարողանալու հավաքել 51+%, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը։ Ստավավարում իշխանության ներկայացուցիչը խոստանում էր հավաքել 64%։ Մի հատ հին անեկդոտ կար, ասում է դու էլ ասա։ Դու ինչ ես անում, ճիշտ է, հայում ես, շիշե շպրտում, քաշքշում եք իրար։ Ձեր քաղաքական ուժը այս ընթացքում հասցրեց ոչկա գլորել, ջուր ծեծել։ Մենք ստեղծել ենք կուսակցություն որպես գործիք։ Ընդդիմությունը ու նաև իշխանությունը այս դեպքում ասում են, որ դուք անլրջացնում եք քաղաքական process-ները։ Փոխադարձաբար իրար օրինակ համբալ անվանելը եթերից քաղաքական որպես լուրջ process են ընկալում։ Ընդդիմադիրները տոկոսային հարաբերակցությամբ ձեր ցայինը պետք է եւ դուք պատրաստին եք տալու։ Բոլոր ռանգերի, հա, ընդդիմություն կնի, իշխանություն կնի։ Ասма չումա նավաշիքոբը դոմը։ Մենք չենք եկել քաղաքական առևտուր անել։ Բարև ձեզ, ակտիվ ընթանում է 2026 թվականի ազգային ժողովի քարոզարշավը եւ մենք շարունակում ենք հյուրընկալել տարբեր քաղաքական ուժերի, հասկանալու համար ինչ առաջարկ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այսօր տաղավարում զրուցելու ենք թեմեն բոլորին կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։ Բարև ձեզ, Տիկին Կարապետյան։ Ողջույն։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով, Գյումրի միշտ սիրով։ Տիկին Կարապետյանց, ձեր քաղաքական ուժը այս ընթացքում հասցրեց ոչկա գլորել, ջուր ծեծել, ինչ է սպասվում առաջիկայում եւ ընդդիմությունը ու նաեւ իշխանությունը այս դեպքում ասում են, որ դուք անլրջացնում եք քաղաքական process-ները, արդյոք դա այդպես է։ Իրականության մեջ մենք ցույց ենք տալիս իրական պատկերը եւ սրանք իսկապես լրջագույն քաղաքական ակցիաներ են, բայց ի տարբերություն մեր ակցիաների, որոնք անվնաս են անցնում եւ որևէ մեկը դրա արդյունքում ոչ ձերբակալվում է, ոչ կալանավորվում է, ոչ բռնության է ենթարկվում, մենք ուղղակի ցույց ենք տալիս այն իրական պատկերը, որը տեղ են ունեցել ոչ թե միայն այսօր, այլ առհասարակ այս 35-36 տարիների ընթացքում ամբողջ քաղաքական process-ներում։ Սա իսկապես ես հասկանում եմ, որ դա ժպիտ է նաեւ մարդկանց մոտ առաջացնում ու մարդիկ սատիրան, հա, քաղաքական սատիրան տենց այդ սարկազմը որպես անլրջություն են ընդունում, բայց ես ուրիշ հարց ունեմ։ Օրինակ մեզ անլուրջ համարող մարդիկ ինչն են ավելի լուրջ համարում, փոխադարձաբար իրար օրինակ համբալ անվանելը եթերից քաղաքական որպես լուրջ process են ընկալում։ Դե օրինակ 80 հազարանոց, չգիտեմ, Քենիայից զինված մարդիկ բերել ծովից ծով Հայաստանը ազատագրել, դա են լուրջ քաղաքական միտք արտահայտում։ Մենք նաև օգտագործել ենք սա որպես նաև տեսանելիությունը բարձրացնելու, որովհետև փոքր ուժերը իրականում, այն ինչի մասին մենք խոսենք որպես քաղաքական պրոյեկտ, փոքր ուժերը իրականում հնարավորություն չունեն ճեղքել եւ տեսանելի լինել, լսելի լինել։ Մենք սա նաև օգտագործում ենք որպես տեսանելիությունը բարձրացնելու համար։ Եվ ամենակարևորը ժողովուրդ, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ մարդկանց շփիտ ենք պարգևում, ի տարբերություն մնացածի, որոնք տենց մաղց եւ, չգիտեմ, չարություն head speech ատելության խոսք են տարածում միմյանց նկատմամբ, այնպես որ մենք միակ շփիտ բերող եւ իրական գաղափարական միտք բերող, քաղաքական միտք բերող ուժերից երևի միակն ենք։ Թող ներեն ինձ մնացածը, որտեղ ես շատ-շատերին ճանաչում եմ, մարդիկ երկար տարիների պայքար են անցել, դա շատ կարևոր է, բայց մեր իրականության համար անհրաժեշտ գործիքակազմ առաջարկում ենք միայն մենք։ Բայց ոչ միայն միակ ժպիտ բերող, այլ միակ կուսակցությունը, որը նաև խոսում է ընտրվելու դեպքում ինքնալուծարման մասին։ Ինչի մասին է սա խոսում եւ ինչ է սպասվում այն դեպքում, երբ դուք ստանաք օրինակ մեծամասնություն կամ հայտնվեք ազգային ժողովում։ Սա շատ հետաքրքիր process է, որտեղ ընտրություններին որևէ փոփոխություն իրականացնելու համար դու պիտի լինես իշխանության մաս կամ լինես ամբողջությամբ իշխանություն։ Որպեսզի դու լինես իշխանություն, դու պիտի մասնակցես ընտրություններին։ Որպեսզի դու մասնակցես ընտրություններին, դու պիտի ունենաս կուսակցության մաս լինել։ Եղած կուսակցությունները մեզ չէին բավարարում, բնականաբար, որովհետև իրենք տրամադրված չեն գնալ լուրջ խորքային փոփոխությունների, որովհետև կարծես թե գոնե ճնշող մեծամասնությանը կամ հիմնական խաղացողներին շատ դուր է գալի այն վիճակը, որը դաշտում մենք ունենք։ Եվ մենք ստեղծել ենք կուսակցություն որպես գործիք, ընդհանրապես որպես գործիք ընտրություններին մասնակցելու համար։ Այստեղ հավաքվել են ինքը այն հին գաղափարական տենց պատկերացումների մեջ կուսակցություն չի, մենք չունենք այսպես մեծ լուրջ խորքային գաղափարախոսություն, մենք հավաքվել ենք իրարից շատ տարբեր, ահավոր տարբեր մարդիկ, բայց եկել ենք համաձայնության 3 կարևորագույն հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրում փոփոխություն բերել։ Եվ այդ 3 կետերն են դա 1% շեմը իջեցնելը, որպեսզի փոքր կուսակցությունները կարողանան շեմը հատեն եւ հայտնվեն պարլամենտում, որովհետեւ ես կարծում եմ մեր
մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հոգնել է նույն մարդկանց տեսնել, նույն կուսակցություններին տեսնել պարլամենտում, որովհետև խաղի կանոնները թույլ չեն տալի, որ նոր փոքր կուսակցությունները հայտնվեն պարլամենտում, նոր միտք բերեն, նոր գաղափար բերեն, նոր մարդիկ կան հայտնվեն, հա, նոր քաղաքական գործիչներ լինեն։ Միջև անգամ այն 5 կուսակցությունները, մեզ հայտնի բոլոր կուսակցությունները, անգամ սերնդափոխություն այնտեղ տեղի չի ունենում։ Մենք անընդհատ տեսնում ենք նույն առաջնորդներին։ Տպավորություն է, որ եթե հանկարծ այդ առաջնորդները վաղը չլինեն, իհարկե բոլորին 100 տարվա կյանք, անկախ նրանից թե ով ոնց է վերաբերվում, բայց եթե այդ առաջնորդը չլինի, ստացվում է, որ այդ կուսակցությունները կարծես թե չեն լինելու։ Ու այս տրամաբանության մեջ փոփոխությունը ռիսկ կա, չէ, օրինակ մենք տարբեր ընտրությունների ժամանակ, թե թիմի ժամանակ, թե ազգային ժողովում մենք տեսնում ենք, որ ընտրություններին 5 պակաս ստեղծվում են կուսակցություններ, սենքի նման աճում են եւ դաշտում խոսում են, որ սա օրինակ ստեղծված է արբանյակ կուսակցությունը ձայնը տալու է վերջում մեկ է, մենք գիտենք արդեն ում եւ այլն, եւ արդյոք այս ռիսկը չկա, որ օրինակ շեմը իջեցնելուց հետո եւս այդ նույն հզոր եւ հարուստ կուսակցությունները ստեղծելու են նոր կուսակցություններ, որոնք շեմը կհաղթահարեն եւ մեկի փոխարեն շատ ավելի գուցե տոկոսներ ստանան։ Ամենալավ հարցն է, որը հնչում է, որովհետեւ շատերին դա թվում է տենց լուրջ անհանգստացնող հարց է, բայց մեր իրականության մեջ մենք ցանցային ժողովուրդ ենք, հայերը ցանցային ժողովուրդ են, մենք բոլորից ճանաչում ենք։ Առնվազն գոնե եթե ինչ-որ մարդու մասին տեղեկություններ չունես, կարող ես 1-2, այսպես ասում եմ, ձեռքսեղման ընդունված բան կա, չէ՞, այդ ձեռքսեղման գտնես ինֆորմացիա։ Մենք վարկյանական իմանալու ենք, թե որ կուսակցություն ինչի համար է ստեղծվել։ Եվ բնականաբար այդ կուսակցությունները ուղղակի շեմերը չեն հատելու։ Հենց հիմա էլ կան կուսակցություններ, որոնք արբանյակ կուսակցություններ են, այսինքն 4% շեմը ոչինչով չի արգելափակում, որ արբանյակ կուսակցություններ ստեղծվեն, որ սփոյլանող կուսակցություններ ստեղծվեն, որ նոր փաթեթավորումով հին կուսակցությունները գան մտնեն խաղի մեջ։ Ասել է թե այդ մի տոկոսը ոչինչով չի խանգարում, եւ բայց մի տոկոսը շատ կարեւոր բան է տալու։ Շատերը չեն մտնում քաղաքականության մեջ, որովհետեւ իրենք հասկանում են փոքր կուսակցություն ստեղծելու դեպքում իրենք պիտի տարիներով դեգերեն, ինչ որ տենց հա, չգիտեմ ինչով զբաղվեն, կամ կանցնեն կամ չեն անցնի, կամ պիտի գնան մտնեն որևիցե մեծ կուսակցության մեջ ու ինչ որ տեղ զբաղեցնեն այն մտքով, որ իրենց գիտելիքը, փորձը, ցանկություն ինչ որ բան փոխելու, այդտեղ կկարողանան իրականություն դարձնել, բայց համակարգը մեր քաղաքական այնքան է փթած, որ ամենալավ մասնագետի, ամենանվիրալ մարդուն իրանք կամ իրանց մեջից որպես օտար մարմին դուրս կշպրտեն, բայց ինքը կլինի արդեն կեղտոտված, կամ կօգտագործեն նենց, կփչացնեն նենց, որ ինքը այլևս հաջորդի որևէ այլ գործունեությամբ չի կարողանա զբաղվել։ Դրա վառ օրինակները կան։ Մենք ունենք օրինակ տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների հետ համագործակցած մարդիկ, ովքեր իրանց էությամբ շատ լավ որակով մարդիկ են, պրոֆեսիոնալ են, բայց որովհետև իրենք ասոցացվում են նախորդ իշխանությունների հետ, դրանից առաջվա իշխանությունների կամ ներկա իշխանությունների հետ, այդ մարդկանց հետ աշխատել ոչ մեկ չի ուզում։ Ու սա մեծ խնդրեմ է, բայց ինքը որակյալ կադր է, հա, որպես ոլորտի մասնագետ, կարգին մասնագետ է։ Ու այդ մարդը գնում է կողմը, որտեվ չկա այդ կուսակցությունը, մաքուր կուսակցությունը, որտեվ կարա մասնակցի։ Այդ միայն առաջի կետն է։ Հաջորդ կետերը հետևյալն է, մենք առաջարկում ենք կայուն մեծամասնության այդ գաղափարը հանել եւ դա այս ինչ որ ասում եմ, սա միայն ընտրական օրենսգրքի մասին է խոսքը, որևէ սահմանադրության փոփոխության կետ անհրաժեշտություն չկա, սա մենք միանշանակ նայել ենք, այդ անպայման կոմենտներում կլինի, ասում են, սուտ են ասում, գալու են պիտի սահմանադրություն փոխեն, չէ, ստուգված է, վերիֆիկացիա արած է, ամեն ինչ նորմալ է։ Կան մեծամասնությունը ստեղծում է մի հատ իրավիճակ, որտեղ նախ գնում են երկրորդ փուլ, եթե հանկարծ չի կարողանում ձևավորվել, հա, ինչ որ մեկը չի կարողանում ձևավորել, իշխանություն կամ կոալիցիա չի ձևավորվում։ Գնում են երկրորդ փուլ ու գիտի ինչքան էլ այսքան էլ ավել ձայն հավաքեց, մի տոկոս էլ, կես տոկոս էլ ավել ձայն հավաքեց, ինքը իր կայուն մեծամասնությունը ունի։ Երբ որ դու ունես կայուն մեծամասնություն, դու այլևս որևէ մեկի հետ համագործակցելու, խոսելու, շփվելու, համաձայնության գալու, հա, այդ պարլամենտի տրամաբանության մեջ աշխատելու կարիք չունես։ Դու ինչ ես անում, ճիշտ է, հայում ես, շիշե շպրտում, քաշքշում եք իրար, որովհետև դու գիտես, որ հնարավորություն չկա ձեզ բոլորիդ հանել ու շպրտել այդ պարլամենտից բացի հաջորդ ընտրությունները եւ գիտես որ դու ոչ մեկի կարիքն էլ չունես, ոչ մեկի ձայնի կարիքն էլ չունես, դու կարաս գլխավոր դատախազել նշանակես, ԿՀ-ի ղեկավար նշանակես, մնացած բոլոր դատավորներ նշանակես, ԲԴԽ անդամ նշանակես, ասելա թե ինքը լկտի անում է, կայուն մեծամասնությունը բերում է մի իրավիճակի, երբ որ ցանկացած իշխանություն ինքը կարա դառնա սանձարցակ, այն ինչ որ մենք տարիներ շարունակ տեսել ենք։ Եվ երրորդ կարևորագույն կետերից մեկը դա բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ավելացնելը, դա
հիմա մենք կոչվում ենք կուսակցություն, բոլորին դեմ են, բայց մենք խոստանում ենք նաև ավելացնել բոլորին դեմ են քվեաթերթիկը, որը շատ լուրջ գործունեություն ազդեցություն կարող է ունենա, ինչու, որովհետև մարդիկ հիմա ինչպես են դիմադրում, հա, ուղղակի չեն գնում ընտրությունների։ Հիմա մարդիկ հնարավորություն կունենան գնալ եւ ընտրել բոլորին դեմ եմ եւ դա պատասխանը կլինի մեր հասարակության իր արժեքը կշիռ, այսինքն ենթադրենք կա 10000 բոլորին դեմ եմ թերթիկ։ Իհարկե այս ընտրության մասին չէ խոսքը։ Դա մի քիչ ավելի բարդ մեխանիզմ է հիմա չմոլորեցնելու համար շատ չբարդացնեմ, բայց դա էլ է հաշվարկված, որոշակի քանակությամբ տեղեր բաց կմնան պարլամենտում այդ մի կողմից, մյուս կողմից մի վարքյան պատկերացրեք, որ այս նույն վիճակն է, որտեղ հոգնացրել ու զզվացրել են մարդկանց այն աստիճանի, որ մեծամասամբ մարդիկ ուղղակի ոչ մեկին տեսնել չեն ուզում եւ գնում են ուղղակի քվեարկում են բոլորին դեմ են պատկերացի 51% հավաքելա բոլորին դեմ են բոլոր կուսակցություններին դասա լինում որ դու չես կարող զզվացնես հասարակությանը քո նպատակին հասնելու համար բայց նպատակը իրականում որն է երբ որ մարդկանց հոգնեցնում են իրանք ունեն խաղի կանոններ սահմանված խաղի կանոններ մեծ խաղացողները նրանք ովքեր ունեն մեծ հնարավորություններ մեծ կարողություններ եւ նրանք ովքեր ունեն այդ պահին իշխանություն անունազգաններ անգամ այս բանին կարևորել չեն։ Այդ մարդիկ հնարավորություն են իրանց ռեսուրսներով մնացած բոլորին խեղդել, մնացած բոլորը մնում են խաղից դուրս։ Ու իրանք գիտեն, որ ինչքան իրանք շատ ժողովրդին զզվացնեն, մնացածին ձայն տվողները ուղղակի չեն գալի ընտրության, որովհետև այդ շեմը գիտեն, որ չեն հատելու, որովհետև գիտեն, որ բոլորին դեմ եմ չեն կարող գալ քվեարկել։ Իրանք զզվացնում են այնքան, որ մենակ իրանց այդ կայուն իրանց համար քվեարկողներն են գնում ընտրությունների մասնակցում։ Մենք այս իրավիճակը որոշել ենք կոտրել, որտեղ այդ մատրիցան պետքա կոտրել։ Այս խաղի կանոնները գալիս ենք կոտրելու։ Հիմա ակտիվ ընթանում է նաև քարոզարշավը, ու դուք էլ հանդիպումներ եք ունենում քաղաքացիների հետ, այս մասով կուզենայի մի հատ հստակեցնել, արդյոք ձեր համակիրները ում հետ դուք հանդիպում եք, պատկերացնում են, որ դեմ են բոլորինը կուսակցություն է եւ ոչ թե օրինակ այդ ձեր ասած արձագանքը ընտրություններին, որովհետեւ կար ժամանակ մենք գիտենք անվավեր թղթերի վրա նշվում էր օրինակ դեմ են բոլորին կամ նշվում էր էլի որ չեմ ընտրել ոչ մեկին էլ չեմ ընտրելու եւ այլն, արդյոք սա մանիպուլատիվ չէ, որովհետեւ այս թեզը նաեւ տանում է եւ ընդդիմությունը եւ իշխանությունը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասում է, որ այստեղ օրենքի բաց կա, եթե չլիներ այդպիսի բան զուտ կարող է գրանցումը տեղի չունենար։ Սա կլիներ մանիպուլյացիա, եթե մենք օրինակ ասենք, որ մենք գալիս ենք պարլամենտ եւ 5 տարի ընդդիմություն ենք աշխատելու։ Կապ չունի, մեր ծրագիրը կլինի, չի լինի, կյանքի կկոչվի, չի կոչվի, մենք պրեմիա ենք ստանալու, գնալու ենք միջազգային ոյաժների, հանդիպումների տարբեր տեղեր, տենց պրեմիա բաներով, հա, բարձր աշխատավարձներով աշխատելու ենք։ Բայց մենք ասում ենք, սա մեր պրոյեկտի շարունակությունն է։ Մենք ասում ենք, Ժորժ ջան, մենք գալիս ենք, կա 3 տարբերակ։ Մենք չենք հավաքում ձայները բավարար, բայց հիմա արդեն կարող եմ ասել, որ մենք բոլոր նախադրյալները ունենք հաստատելու, որ մենք 4%-ի շեմը հատում ենք, դա նաև երևում այդ ագրեսիվ պահվածքից թե ընդդիմության, թե իշխանության, որովհետև ոչ մեկին այդքան հարված չեն հասցնում, ինչքան մեր հետևից են ընկել։ Երկրորդ տարբերակը դա մենք անցնում ենք պարլամենտ, այսինքն 4 եւ պլյուս տոկոս ենք հավաքում եւ որևէ մեկի հետ մենք հասկանում ենք, մենք adekvat ենք, էլի մենք գիտենք, որ մենք 51% այս պահի դրությամբ չենք կարող հավաքել։ Ու մենք հասկանում ենք, որ մենք 4 պլյուս ենք հավաքելու։ Եթե մենք այդ 4 պլյուսը հավաքում ենք, մտնում ենք պարլամենտ ու չենք կարողանում համաձայնության գալ այլ ուժերի հետ, որպեսզի մեր պրոյեկտը իրականություն դառնա, մենք մանդատները վայր ենք դնում, այսինքն մենք որևէ մեկին չենք խաբել։ Եվ երրորդ տարբերակը, մենք անցնում ենք 4% պլյուս պարլամենտ, մնացած թիմերը ինչ որ թիմի հետ համաձայնության են գալիս, իրականացնում ենք մեր 100 օրյա բանը, գործունեությունը, փոփոխությունները, 100 օր հետո կազմակերպում ենք ընտրություններ, բոլորին դեմ եմ կուսակցությունը լուծարվում է, որովհետև նոր, ինչպես սկզբում ասեցի, դա մենք ստեղծել ենք որպես գործիք, ընդամենը գործիք։ Վարչապետի տեխնացուն 10 տարի, տվյալ դեպքում արդեն ես 10 տարի որևէ նշանակովի կամ ընտրովի պաշտոն չի զբաղեցնում, այսինքն պատկերացրեք իրավիճակ, որտեղ օրվա իշխանությունը կազմակերպում ընտրություններ, բայց չկա այն կուսակցությունը, որի համար ինքը պիտի իր կուսակցությունը, որի համար ինքը պիտի տենց ջանք ներդնի, հա, այդ ամբողջ ռեսուրս ադմինիստրատիվ կիրառի, ինքը անձամբ որևէ պաշտոն այլևս չի ստանձնելու 10 տարով դուրս է գալի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից զրկվում է եւ ստացվում է մի հատ իրավիճակ, որտեղ
բոլոր ուժերի համար ստեղծվում է հավասար պայմաններ, առնվազն գոնե ազատ ու արդար ընտրություններ են տեղի ունենալու։ Դե պարզ է, մեկը մի քիչ ավելի շատ ռեսուրս ունի, մեկը մի քիչ ռեսուրս ունի, հասկանալի է դա։ Ճիշտ եմ հասկանում, անգամ 4+% հավաքելու դեպքում դուք ազգային ժողովում հավակնում եք ձեր տեխնոլոգիությունը որպես վարչապետի առաջադրել ու սպասել արձագանքի։ Ի սկզբանե թիմի տրամաբանությունը եղել է հետևյալը։ Մենք վստահ ենք, որ որևէ մեկ ուժ չի կարողանալու հավաքել 51+%, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը։ Երեք այս իշխանության ներկայացուցիչը խոստանում էր հավաքել 64%։ Մի հատ հին անեկդոտ կար, ասում է դու էլ ասա։ Այս իշխանությունը այնքան բան է խոսք տվել, այս իշխանությունը Հադրութից ու Շուշիից, Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջից դատարանների բարեփոխումներից, ոստիկանության բարեփոխումներից այնքան բան է խոսք տվել ու չի արել, որ այս իշխանությունը վերջի թիմն է, որի որևէ անդամի սկսած իրանց ղեկավարից վերջացրած վերջի իրանց համագրով կարելի է իրանց վստահել իրանց խոսքերին, այնպես որ ասում եմ դուք էլ ասեք հին անեկդոտի նման։ Այնպես որ մենք համոզմունք ունենք, գիտեք երբ կարան ասեն, որ մենք վստահ ասեն, որ մենք գիտենք, որ 60 քանի տոկոս են ասել, 64, 64%, երբ որ իրանք գիտեն նախապես, որ իրանք այդ 64-ը նկարելու են։ Ուրիշ տարբերակ, այսինքն գնալու են այնպիսի խախտումների, որ իրանք իրանք 64%-ը նկարած ստանան։ Մենակ այդ դեպքում դուք արած վստահ ասես, այն էլ էս ընտրությունների ժամանակ։ Այս ընտրությունները էականորեն տարբերվում են Հայաստանի պատմության բոլոր ընտրություններից էականորեն սկզբունքորեն տարբերվում են, բայց բոլոր ուժերը, մասնավորապես ընդդիմադիր ուժերը, բայց բացառությամբ քաղաքացիական պայմանագրի նշում են, որ գալիս են Հայաստանը ճգնաժամից հանելու։ Այս մոտեցումը կար նաև ձեր կողմից, բայց եթե դուք կառավարելուց 100 օր հետո լուծարվելու եք, արդյոք սա նոր ճգնաժամի մասին չի ազդարարում։ Մեր ճգնաժամերի պատկերացումները շատ տարբեր են։ Հիմա վերադառնալով նորից ոնց ենք մենք 4% հավաքելով հավակնում լինել իշխանություն, շատ պարզ տրամաբանություն կա։ Տեսեք, եթե դու գիտես, որ որևէ մեկը 50% չի 51% չի հավաքելու, նշանակում է պիտի կոալիցիաներ ստեղծվեն։ Բոլոր քաղաքական ուժերը առաջարկում են 5 տարվա պրոյեկտներ, ծրագրեր։ Մենք ասում ենք, որ Ժորժ ջան, դուք գալիս եք 5 տարով, ու մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, ձեր ձեռը բռնելու, ձեր կանխելու, եթե հանկարծ ինչ-որ մի բան ձեր ծրագրերից այնպես չարեցիք, ձեր խոստումների հետևից չգնացիք կամ ձեր խոստումներին հակառակ գործունեություն իրականացիք, մենք ձեզ կասեցնելու հնարավորություն չունենք։ Մենք առաջարկում ենք, եկեք 100 օրով մեզ վստահեք, 100 օրով մենք փոփոխություն իրականացնենք, ստեղծենք մի փոփոխված իրավիճակ, որը հանուն արդարության ասենք, որ ամբողջությամբ խորքային փոփոխություն բերել չի կարող, բայց սա առաջին քայլն է կանխելու համար այդ միապետական կառավարումը պետության ներսում։ Ու սա հնարավորություն է տալու ընդամենը 100 օր հետո գալ եւ նոր process-ներ սկսել։ Այսինքն ձեր 5 տարվա պրոյեկտը դուք կարող եք գալ իրականացնել ընդամենը 100 օր հետո։ Մենք մեր ձայները, դա այս մեղադրանքն էլ է անդադ հնչում, իշխանական կողմից ասում են, որ մենք ռուսական պրոյեկտ ենք կամ չգիտեմ ինչական պրոյեկտ ենք, գնալու ենք, չգիտեմ ում տանք, ընդդիմությունն էլ ասում է դուք 100%-անոց նիկոլական պրոյեկտ են, ռուսերեն լավ բառ կա, ասում է չումա նավաշիխոբը դոմը, ոչ դուք եք իսան, ոչ դուք եք իսան, ոչ դուք եք բանի պետք, ոչ դուք եք բանի պետք, ոչ ձեր կառավարման տարիներին են ինչ որ նորմալ բան արել, առավել եւս սրանք բան չեն արել, հետեւաբար որևէ մեկի վերարտադրության կամ վերադարձի process-ին մենք չենք մասնակցելու եւ դա ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետեւ այն մարդիկ ովքեր որ կան թիմում, իրենց սկզբունքայնության վրա որևէ մեկը կասկածել չի կարող, էլի առնվազն գոնե մենք մեր ապրած կյանքով, մեր անցած ճանապարհով որևէ անգամ առիթ չենք տվել կասկածելու, որ մենք մեր խոսքի հետևից գնացող ենք, մենք մեր տված խոստում, հիմա մոդայի կա դառը, չէ, ես որ երիտասարդ էի, իմ ժամանակ ինչ որ բան խոստանայր ու չաներ, դա գիտեք ինչ էր, աղջիկ լիներ թե տղա, կապ չուներ, դու վերջացած մարդ էր լինելու։ Հիմա ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող մարդիկ բոլոր ռանգերի, հա, ընդդիմություն կլինի, իշխանություն կլինի, նենց խոստումներ են տալիս ու այդ խոստումների հետևից չեն գնում, դու մտածում ես լավ ինչ աստիճանի անպատասխանատու ես դու ու բարոյական նորմերը գետին հավասարեցրած մարդիկ եք դուք, որ այս ուսանայ մարդկանց մտածողության մեջ ավելանում, հասկանում եք, մարդիկ սկսում են մտածել, որ դա նորմալ վարքագիծ է, դա նորմալ վարքագիծ չի։ Որպես ապացույց մի օրինակ էլ բերեմ, որպես ապացույց դա մեր մանդատների վայր դնելն է, այդ 50 մանդատները, որ ասելու ասացիք եւ ընդդիմություն եւ իշխանությունը ամենաուժեղ հարվածները հասցնում է ձեր ուժին եւ վերջերս մամուլում ու նաեւ տարբեր քաղաքական գործիչների կողմից խոսվում էր այն մասին, որ այ տեսեք դեմեն բոլորինը ցախողվում է։ Այդ 50 մանդատների ավելի ճիշտ ինքնաբացարկները ինչի մասին են։
ինքնաբացարկների ներողություն։ Ինքնաբացարկները հետեւյալի մասին էր։ Մենք ասում էինք ի սկզբանե, որ մենք չենք գալի որևէ մեկի մոտ ընդդիմություն աշխատելու, ու մեզ ամեն անգամ հարց էին տալի, լավ ասենք առաջի 10 հոգին դուք գիտեք ովքեր են, տենց մանդատները կգնեն կգնան, բա մնացածը ներքևից եկողները։ Մենք ասում ենք, որ թեև մենք վստահ ենք մեր ընկերների, մեր թիմակիցների վրա, որովհետև բոլորին դեմ եմ կուսակցության մեջ, չեն եկել, որովհետև այնտեղ շատ փող կա, ոնց որ ուրիշ տեղերում, չեն եկել, որովհետև այնտեղ քեզ պաշտոն կարողա տան։ Այստեղ եկել են գաղափարական մարդիկ, ասելա թե ի սկզբանե մարդիկ հասկացել են ինչի մեջ են մտնում։ Ու մենք գիտենք, որ խնդիր չի առաջանալու, բայց այն ստրախովքի համար մենք տարբեր մեխանիզմներ ենք մտածել։ Հիմա մենք նորից վերադառնալու նա, որ մենք adekvat ենք գնահատում մեր հնարավորությունները։ Մենք ասում ենք Ժորժ ջան, մենք 51% չենք հավաքելու։ Այսինքն մեզ 80 քանի մանդատ պետք չի։ Մի մասը ներողություն, ինքնաբացարկի դիմումները գրել են նախապես, որովհետև նորից, եթե դու չես հավաքելու այդքան ձայն, դա նաև խնդիր է այդ մարդկանց համար, որովհետև եթե հանկարծ ինչ-որ պահի մենք մանդատները վայր դրեցինք, ներքևից բարձրացան, կարող են լինել, չէ՞, ճնշումներ, հետապնդումներ, ու մարդիկ կարող են շատ վատ վիճակի մեջ, թեպետ մեր թիմակիցները բոլորը կամային հատկություններ ունեն, եւ մի հարց էր, եթե մենք այն մանդատները վերցնելու ու վայր դնելու process-ով գնայինք, այդ գիտեք քանի տարի կտևեր։ Միջև ասում եմ կարող է միջև 5 տարի, 5 տարի շատ եմ ասում կատակով, բայց 100 Գյումրիի թիմում, երբ որ մանդատների մանդատակողություն տերմինը անգամ հենց այստեղից էլ սկսվեց, բայց հենց այդ օրինակն է ուզում բերել, տեսեք օրինակ Գյումրիում էլ 4 ընդդիմադիր ուժեր կարողացան միանալով հաղթել քաղաքացիական պայմանագրին, չնայած որ ԿՊ-ն մինչ այժմ էլ ասում է, որ իրենք 17000 քվ են ստացել Գյումրիում, բայց այնուամենայնիվ ընդդիմության միասնական դեմքը եղավ Վարդան Ղուկասյանը, ով մինչև կոալիցիաներ ունենալ կամ չունենալը հայտարարեց հետևյալը. մյուս ուժերը չեն ունենալու փոխքաղաքապետեր, չեն ունենալու բաժնի պետեր, այդ պայմանով կոալիցիա լինելու է եւ այսինքն բոլորից այնը գնալու է ընդդիմադիր մեծամասնությանը։ Հիմա եթե այս նույն պատկերը կրկնվի ազգային ժողովում, դուք այսինքն մինչև մանդատները ստանալ մի անգամից հրաժարվելու եք դրանցից, ինչ է լինելու այդ դեպքում, եթե ընդդիմադիրները տոկոսային հարաբերակցությամբ ձեր ցայնը պետք կա եւ դուք պատրաստ չլինեք տալու։ Մենք դա անվանում ենք վերջնագիր ուլտիմատում, որովհետև մենք, ինչպես հասկանում եք, արդեն բոլորն են կարծում հասկացել, մենք ստանդարտ առումով քաղաքական միավոր չենք։ Մենք չենք եկել քաղաքական առևտուր անելու։ Մենք պնդում ենք, որ մեր խնդիրը, մեր երկրի ներսում խնդիրը ոչ թե այդքան անձերի հետ է կապված, այս մեկը լավն էր, այս մեկը վատն էր, եկեք այս մեկին հանենք, թազին բերենք, բալքիմ լավ կլինի։ Տենց չի աշխատում, համակարգը խնդիր ունի։ Մեր բոլոր ոլորտներում համակարգային խնդիր ունենք։ Ու եթե մենք համակարգային փոփոխությունների չգնացինք, Աստված կտա մի անգամ բախներս կբերի, մի հատ խելքը գլխին շնորհքով տենց մարդ կգա, մի 5 տարի կկառավարի, բա հետո, իսկ եթե հետո նորից եկան մարդիկ, ովքեր մերժելի են, դատապարտելի են, հանցավոր են, ովքեր հակահայկական գործունեությամբ են զբաղվել, բա ինչ են կանելու։ Նորից պիտի բոլորս լցվենք փողոց, նորից փողոցային պայքար, ես դառել եմ 50 տարեկան, ես հոգնել եմ փողոցային պայքարից։ Ես ուզում եմ համակարգ լինի, որի պայմաններում ես վստահ կլինեմ, որ փոփոխությունները սկսված են, սկիզբը գոնե դրված են եւ վստահ կլինեմ, որ ինձանից հետո եկող սերունդը իրենք նույն ճանապարհով հիմա մի 25 տարի էլ իրենք չեն փողոցում պայքարելու։ Ես ուզում եմ նոր փոփոխություններ եւ կարծում եմ մեր թիմի օրինակը լավագույն օրինակն է, որովհետեւ մենք այստեղ ունենք հակառակ էֆեկտը։ Մենք բոլոր կուսակցություններ ունեն երիտասարդ թևեր, երիտ թևեր ունեն։ Մեր կուսակցությունում տարիքով մեծերի թևերն է, այտենց մի քիչ ավելի փոքր, որովհետեւ հիմնականում տարիքով ավելի, երիտասարդը հարաբերական է իհարկե 35 դու տարբեր տարիքի։ Միջին տարիքը տենց 30-35 տարեկան է։ Ու այդ մարդիկ որոշում են կայացրել քաղաքականությամբ զբաղվելու որպես մասնագիտություն, որպես պրոֆեսիոնալ մոտեցում։ Հիմա իմ պարտքը ինչի մեջ է, ես ինչու եմ զգում ինձ պարտավորված, գալ դառնալ տրամպլին, օգնել մարդկանց, որպեսզի կարողանան փոփոխել համակարգը, սկիզբը դնել ու նոր սերունդ գա մտնի պարլամենտ, որտեղ եթե դու ուզում ես փոփոխություն, իսկ առանց փոփոխության հնարավոր չի։ Հին մտածողություն ունեցող կուսակցությունները կլինեն քաղաքական գործիչները, իրենք փոփոխություն բերել չեն կարող։ Իրենց բերած փոփոխությունների արգասիքն է այն, ինչը մենք հիմա տեսնում ենք մեր կաշվի վրա զգում ենք բոլորս։ Բայց նոր ու երիտասարդ ուժեր այս ընտրություններին եւս մասնակցում են տարբեր կուսակցություններով, այլ եթե իրենք էլ անցողիկ շեմա օրինակ հաղթահար են, դիտարկվում է իրենց հետ համագործակցությունը, կոալիցիաները կան նման քննարկումներ, թե կոալիցիան ցանկացած ուժի հետ հնարավոր է անել, բայց մի պայմանով։ Մեր ծրագիրը, մեր վարչապետի տեխնացուն 100 օրվա պրոյեկտ, 100 օր հետո նոր ընտրություններ։
այլ բանակցություններ, այլ բանի շուրջ խոսակցություն ուղղակի լինել չի կարող, ու սա շատ հստակ է, մեզ արդեն սկսել են մեղադրել, ասում են, այ դուք կհայտնվեք պարլամենտում եւ չգիտեմ, կօգնեք օրինակ իշխանություն, եթե չտաք ձեր ձայն ընդդիմությանը, դուք կօգնեք իշխանությանը վերարտելու։ Ոչ մեկի ոչ բանում չենք օգնելու։ Մենք գալիս ենք հստակ պրոյեկտով, Ժորժ ջան, մեր հետ առևտուր անել չի լինելու։ Ձեր մեղքը, ձեր մեղավորությունը հերիքա գցեք սրա նրա գրպանը։ Բոլորը սովորել են, ոչ մեկ ոչ մի բանի մեջ մեղավոր չի, ոչ մեկ ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Մենակ ամենափոքր ուժը, նախ ինձ դուրա գալի են, որ իրանք վստահ են, որ մենք անցնելու ենք պարլամենտ։ Այդ իրանք իրանց ներքին հաշվարկներով ունեն ու գիտեն դրա մասին ու հասկանում են, որ մեզանից է նաև կախված լինելու ու նորից մենք քաղաքական առևտրի չեն գնալու, մեր պոզիցիան շատ հստակ է, մեր վերջնագիրը, այո, վերջնագիրը։ Ներքին քաղաքական մասով բարձր հասկացանք, բայց ինչ է լինելու արտաքին քաղաքականությամբ, որովհետև մենք գիտենք հիմա ընտրություններից հետո սպասվում է ցամաների բացում քննարկումը, թրիպը, որը ասում են նույն Զանգեզուրի ճանապարհն է զուտ միջանցքն է, անունն է փոխված, ընդդիմությունը այս միտքը շատ է շահարկում։ Ինչ է լինելու այս ամեն ինչը, որովհետև հաստատ 100 օր արտաքին քաղաքականությունը ուղղակի կասեցնել հնարավոր չէ։ Անշուշտ կասեցնել հնարավոր չի, եւ մենք հասկանում ենք նաեւ, որ որևէ կտրուկ շարժումներ անելը 100 օրվա մեջ տոտալ անպատասխանատու է լինելու, հետեւաբար մենք մտածել ենք հետեւյալ կերպ։ Մենք հայտարարելու ենք մորատորի կոչվածը, որևէ կտրուկ շարժ այս կամ այն կողմ, որևէ նոր մեծ պրոյեկտ, որը Հայաստանի համար կլինի ճակատագրական, մենք չենք կնքելու եւ նաեւ մնացած դրսի խաղացողները իրանք շատ հստակ հասկանում են 100 օրվա կառավարությունը դա այն կառավարությունը չի, որը ստորագրած պայմանավորվածությունները հետո պիտի վավերացվի, դա միայն մեկ անձի ստորագրությունով չի լինում, դա բավականին բարդ process է ալում։ Հետեւաբար իրենք պիտի սպասեն, իրենք պիտի ըմբռնումով մոտենան մեր ժողովրդի որոշմանը եւ սպասեն, որպեսզի 100 օր հետո ընդամենը փոփոխություններ լինեն։ Որևէ կտրուկ շարժում այս կամ այն կողմ չի լինելու, որևէ կազուս բելի պատերազմի հրահարման առիթ ու պատճառ մենք չենք տալու, բայց այդ հարցներն են շատ հաճախ տալու, ինչ է կանելու, եթե հանկարծ պատերազմ սկսեց, պատասխան ենք տալու, համարժեք պատասխան ենք տալու, առանձին դեպքերում եթե շատ համահանեցին, անհամարժեք պատասխան ենք տալու, որովհետև միակ տարբերակը կասեցնելու այս process-ը, դա պատասխան տալն է, հստակ արձագանքելն է։ Եվ այսօր Գյումրիում եք, քարոզարշավն այստեղ է իրականացվելու, ինչ է լինելու այսօր ձեր համացանցային արշավից տեսնում ենք, որ պորտատեղադրում է սպասվում։ Այո, մենք նախապատրաստել ենք պորտատեղադրում, կուսակցությունների պորտատեղադրում քաղաքական ուժերի, մենք բերել ենք մեզ հետ մեր պաստառը, որի վրա փակցված կայ թվում նաև մեր լոգոն, հետևաբար ցանկացողները կարող են գալ մոտենալ մեզ էլ պորտադրել, եւ նախատեսել ենք պորտադրման process, ճիշտ ասած մի քիչ անձրևոտ է եղանակը, չգիտեմ, պորտադրումը տեղի կունենա թե չէ, բայց որ ցանկությունը մեծ է բոլորին հնարավորություն տար բոլորիս տվյալ դեպքում պորտադրելը, դա արդեն որոշված է, մենք ակցիան իրականացնելու ենք, հուսամ անձրևը թույլ կտա, չի անի, բան էլ է, անձրևն էլ է, բոլորին դեմ է, լրիվ մեր բանի մեջ է, վայբի մեջ է։ Եվ խոսեցիք պորտատեղադրումից, այ երեք մենք իշխանության ներկայացուցիչի հետ, Վիլեն Գաբրիելյանի հետ խոսում էինք քաղաքական դաշտի մաքրման մասին եւ մեկը մյուսի հանդեպ հանդուրժողականության, որովհետեւ ներքին քաղաքական դաշտում ձեր տերմինով ասած բոլորը փորձում են միմյանց պորտատեղադրել, ընդդիմությունը իշխանությանը եւ հակառակը։ Երբ դուք 100 օր իշխանություն ունենաք, ինչպես եք փորձելու մաքրել դաշտը եւ համախմբել, եթե այդպես կարելի ասել։ Մաքրելու համար 100 օրը բավարար չի, ես ինքս որպես իրավապաշտպան, որպես քաղաքացի, որպես երկար տարիների իրավապաշտպան գործունեություն իրականացնող մարդ 18 թվականից հետո անդադ պնդում է, որ մեր երկրին լուստրացիա է պետք, բայց 100 օրը բավարար չի այդ լուստրացիան կազմակերպելու եւ իրականացնելու համար եւ հաջորդ իշխանությունները ես հույս ունենամ այնուամենայնիվ այդ process-ը կիրականացնեն, որտեղ դա մեզ օդի ու ջրի մեջ պետք, օդի ու ջրի պես պետք է, ինչու է դա պետք, որպեսզի ամեն անգամ մենք փոխադարձ չլսենք այ դու ես դավաճան, այ դու ես ագենտ, այս թեման ընդհանրապես պետք է փակվի, որտեղ եթե ինչ որ մեկի ագենտն է, ուրեմն ինքը պիտի դաշտում քաղաքական դաշտում չլինի։ Դրա մասին պիտի իլյուստրացիայի այդ հետևանքները, արդյունքները հրապարակվեն ու հասարակությունը իմանա ով է ագենտ, ով չէ։ Այս թեման պետք է փակել։ Ամենակարևոր գործողությունը, որ դու կարող ես անել, դա սեփական օրինակով ցույց տալ, որ դու չես տարածում ատելության խոսք։ Դու չես թիրախավորում մարդուն, որովհետև ինքը ինքո հետ համախոհ չի։ Միայն սեփական օրինակով է կարելի սկիզբը դնել։
ասել որ դա կբերի ամբողջական փոփոխության, որ մենք կարողանանք լրիվ իրավիճակը փոխել, չէ, բայց ես կարծում եմ որ 100 օրը լրիվ բավարար է լինելու այս հոսքը ատելության իրար նկատմամբ ուղղակի ինչ որ պահ սկսել գոնե կասեցման դանդաղ, բայց կասեցման process-ը, ես վստահ եմ, որ մենք դա կարողանալու ենք անել, որովհետև մենք հիմա էլ շփվում ենք շատ տարբեր քաղաքական ուժերի հետ, մենք շատ քաղաքական առումով մենք իրար հետ իհարկե ապանյենտներ ենք, շատ տեսակետներ չենք կիսում, ժամանակին առհասարակ եղել ենք բարիկադների տարբեր կողմերում ու տենց մեղմ ասած բարյացական վերաբերմունք իրար նկատմամբ չենք ունեցել, բայց որպես քաղաքական ուժ, եթե ուշադրություն ենք դարձրել, բոլորին դեմ եմ կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը չի տարածում ատելության խոսք, որը չի մտնում այդ դավաճան, չգիտեմ, հողատու, համբալ, այդ կատեգորիաների մեջ չի մտնում եւ սա մեր հենց այդ էլեմենտներից մեկն է, որ մենք արդեն սկսել ենք այդ process-ը, նո առավելագույն ինչ կարանք անենք, մեր պատկերն է լոգոն է կպցնենք, վրան ցեղ շպրտելու հնարավորություն տանք կամ լոգոն կպցնենք, այդ բոճկաները գլորենք ու բայց դա վերաբերվում է նաև մեզ, էլի, այնպես չի որ մենք առանձին ինչ որ մեկին թիրախավորում ենք։ Եվ մեր ոդքասթի այս հատվածում բլից հարցերն են, սկսենք նաև բլից հարցերին պատասխանել։ Մեկ բառով այսօրվա Հայաստանը։ Հայաստանը միշտ հրաշք է։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը։ Մոլորվածությունը, հա, մանիպուլյացիան եւ ատելության խոսքը։ Ամենաուժեղ ընդդիմադիր գործիչը։ Բոլորին դեմ եմ թիմը։ Երբ ստանաք մեծամասնություն, առաջին որոշումը, որը բերելու եք ազգային ժողով։ Դե մեր դեպքում պարզա, հենց այդ 3 կետերը միաժամանակ մտցնելու ենք պարլամենտ։ Եթե պարտվեք ընտրություններում, որ քայլի համար ինքներդ ձեզ մեղավոր կճանաչեք։ Ուշ սկսելու համար։ Ձեր ծրագրից որ կետն եք իրականում վստահ որ չի իրականանալու, բայց ստիպված խոստանում եք։ Մենք չունենք այդպիսի կետ։ Ով է այն գործիչը, նույնիսկ հակառակ ճամբարից, այս դեպքում հակառակը շատ հակասական է լինելու, ումից ինչ որ բան եք սովորել։ Ներսում, եկեք ներսում հիմա գործողներից չասեմ, որտեվ անմիջապես ինչ որ պիտակավորումներ կտանք ասեն, դու ես գիտեի որ դու ես ինչա կանա։ Ես կասեի որ Արամ Մանուկյանը եկեք ասենք։ Դժվար ժամանակներում ծանր որոշումների պատասխանությունը քո վրա վերցնելու կարողությունը։ Եթե ընտրողը ձեզ հետ 1 րոպե մենակ մնա, ինչ հարցից եք ամենաշատը վախենում։ Ոչ մի։ Ես նախորդ իմ գործնեության ժամանակ էլ որևէ հարցից չեմ խուսափել, չեմ վախեցել, բայց շատ ազդվում եմ, երբ որ զինվորների հետ կապված հարց ա լինում, եռաբլուրի հետ կապված, անկեղծորեն շատ ազդվում եմ ու դժվարանում եմ շատ անգամ պատասխանել։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան ստացված զրույցի համար։ Մենք կհանդիպենք նաև ընտրություններից հետո ամփոփելու արդյունքները։ Սիրով։ Իսկ մենք կհանդիպենք նաև մյուս քաղաքական ուժերի հետ հասկանալու համար ինչ խոստումներ ունեն։